Նաև ընդառաջ գնալով ձեր կոչերին, հաշվի առնելով ձեր աշխատանքի հետ կապված խնդիրները, ես ինչքան հնարավոր է հակիրճ ներկայացնեմ մեր ընտրական ծրագրի գլխավոր ուղղությունները եւ ուղերձները, որից հետո պատրաստ կլինեմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Նախ ասեմ, որ մենք միանգամից հայտարարում ենք, որ մենք անելու ենք ամեն ինչ, որ մարդկանց կյանքը, յուրաքանչյուր քաղաքացու կյանքը փոխվի դեպի լավը, փոխվի դեպի իր ուզածը։ Ի վերջո ինչ է ուզում հայ մարդը։ Եվ երբ որ ես ասում եմ հայ մարդ, ես նկատի ունեմ նաև Հայաստանի Հանրապետության մեր եզդիներին, ռուսներին, քրդերին, ասորիներին եւ այլ ազգային փոքրամասնություններին, որովհետեւ նրանք մեզ համար շատ թանկ են եւ իրավահավասար քաղաքացիներ են Հայաստանի Հանրապետության։ Հայ մարդը այսօր ուզում է շատ բարձ բաներ։ Ինքը ուզում է, որ մենք ունենանք ապահով անվտանգ երկիր, ուզում է խաղաղություն, հայ մարդը ուզում է հնարավորություն ազատ ստեղծագործելու, ունենալու արժանապատիվ աշխատանք եւ այդ աշխատանքով երջանկացնելու կամ այդ աշխատանքի պատուղներով երջանկացնելու սեփական ընտանիքը։ Հիմա կարճ անդրադառնամ բոլոր կետերին։ Մի րոպե, հասկանամ ես ոնց է հասկանում։ Հա, օքեյ։ Առաջինը դա անվտանգության բլոկն է։ Մեր ռազմավարությունը անվտանգության հարցում։ Մենք առաջարկում ենք շատ կարևոր մի ծրագիր, որով մենք կարծում ենք հնարավոր է հաստատել իրական խաղաղություն։ Դա հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումն է։ Մենք հասկանում ենք, որ դա պետք է դառնա մեր ազգի ստրատեգիական նպատակներից մեկը։ Դուք տեսնում եք հիմա քարտեզի վրա այն առաջարկը եւ օգոստոսի 8-ին ստորագրած այն համաձայնագրի առարկան, այսպես կոչված տրիպ միջանցքի ստեղծումն է, որը ունի մեր կարծիքով մի քանի թերություններ։ Ես ուզում եմ ասեմ ձեզ, որ մենք իրականում լինելով պատասխանատու քաղաքական ուժ հաստատում ենք, որ գալով իշխանության մենք ինչքան էլ դժգոհ լինենք ձեռք բերված պայմանավորվածություններից, մենք այնուամենայնիվ մեր միջազգային Հայաստանի ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները կատարելու ենք։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս ծրագիրը շատ թերի է։ Առաջին, նա ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, որովհետև դուրս են մնում պետություններ, որոնք լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունեն այս ռեգիոնում, եւ այս ծրագիրը միակողմանի ծառայում է որոշ գերտերությունների շահերին, իսկ շատ գերտերություններ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը դուրս են շպրտված այս կարգավորումից եւ դա ստեղծում է աշխարհաքաղաքական լարվածության ական։ Երկրորդ խնդիրը տրիպի հետ կապված այն է, որ եթե սա իրագործվում է, Հայաստանի բոլոր կոմունիկացիաները ըստ էության հայտնվում են կախվածության մեջ Ադրբեջանից։ Եվ մենք ենթարկվելու ենք բազմաթիվ ճնշումների Ադրբեջանի Հանրապետության կողմից, եւ քաղաքական, եւ տնտեսական։ Եվ այսպիսի կարգավորումը ի վերջո կարող դառնա Ադրբեջանի համար լուրջ գործիքակարգ, որով իրենք մեր վրա կպարտադրեն եւ իրենց տնտեսական շահը, եւ նաև շատ մեծ համար սպառնալից քաղաքական պահանջների իրականացումը, ինչպիսին է օրինակի համար
ժողովրդագրական իրավիճակի փոփոխության պլանը, որ Ադրբեջանը ունի եւ որն է ընկած հենց իրենց այն պահանջների հիմքում, որով իրենք հիմա պահանջում են, որ 300,000 ադրբեջանցիներ վերադառնան իրենց ասած արևմտյան Ադրբեջան։